Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր փաստաբան Արամատ Կիվիրյանն է։ Ողջույն պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ հրավիրել եմ զրուցելու կառավարության որոշման եւ դրանից առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի մասին, որը վերաբերում է մասնավոր ընկերությունների Parking City Service-ի եւ Security Dream-ի, այսինքն կարմիր գծերի եւ արագաչափ նկարահանող սարքերի պետականացմանն ու համայնքային բյուջե ուղղորդելուն այդ գումարները։ Որոշումը կարծես թե ժողովրդահաճո էր, որովհետեւ տարիներ շարունակ այս երկու ընկերություններն էլ դարձել են պատուհաս քաղաքացիների, վարորդների գլխին եւ հիմա վարորդները տարիներ շարունակ մենք լսում ենք հետեւյալ բողոքը, որ լավ, եթե ես խախտում եմ անուն վճարում եմ, ապա գոնե այդ գումարները գնան այդ բյուջե, ոչ թե մասնավորի գրպան հարստացնելով մասնավոր ընկերությանը եւ վերջապես կառավարությունը նման որոշում է ընդունում։ Ինձ մտահոգող հարցը հետեւյալն է, արդյոք այստեղ սեփականության իրավունքի խախտում տեղի չի ունենում, որովհետեւ կառավարությունը եւ պետությունն է որոշում մասնավորից գնել մի բան, ինչը նախորոք չի հայտարարվել որպես վաճառքի առարկա։ Ընդհանուր այդ մոտեցումը իհարկե ինքը մի քիչ տարօրինակ է, այսպես ասեմ, ինչու, որովհետեւ ստացվում է, որ պետությունը յուրաքանչյուր ինչ-որ կետում ցանկություն է ինչ-որ արտահայտում, որ այս կամ այն կազմակերպությունից ցանկանում է գնել իր ինչ-որ բաժնետոմսերը կամ բաժնետոմսերը տվյալ դեպքում կարծում եմ, որովհետև ճիշտ ասած նույնիսկ այդ, որ ասում եմ պետք է պետականացվի, նախ եւ առաջ պետականացնան այդ բառը մի քիչ ճիշտ ասած կարծես թե իրավական դաշտում ինքը այդքան չի տեղավորվում, որովհետև մի քիչ անորոշ է նաեւ թե ինչպես դա պետք է տեղ ունենա, այսինքն բաժնետոմսերի վաճառք պետք է տեղ ունենա, թե կառավարումը պետք է պետությունը վերցնի, համենայն դեպս այս պայդրությամբ կարծես թե կոնկրետացված չէ այդ հանգամանքը, սակայն ժողովրդի մեջ ընդհանուր առմամբ հենց այդ բառն է կարծես թե մտա պետականացնել։ Եվ դա ինչով է այստեղ մի քիչ խնդրահարույց, որովհետև կարծես թե ստացվում է, որ պետությունը յուրաքանչյուր կետում երբ ցանկություն է արտահայտում այդպիսի գործողություններ իրականացնել, կարծես թե կարողանում է դա իրականացնել եւ այստեղ մի քիչ կարծես թե ստիպում է, կազմակերպությանը, որպեսզի ինքը վաճառի այն, ինչ ունի պետությանը։ Եվ տվյալ դեպքում հարցը առաջանում, ինչով են տվյալ դեպքում ապահովագրված մնացած կազմակերպությունները, ովքեր օրինակ շահույթ են ստանում, եւ պետությունը օրինակ ինչ-որ X կետում չի ասի, այ գիտես, այդ շահույթը ես պետք է ստանամ։ Չնայած իմ համար կոնկրետ այս պայմաններում դա նշանակում է ընդհանրապես մեկ բան, որ այդ կազմակերպությունները ուրեմն, այսպես ասեմ, չերևացող թելերով ուրեմն ինչ-որ ձևով կախված են կամ մոտ են գտնվում, այսպես ասեմ, ներկայիս իշխանություններին, ուստիև տեղի ունենում այն, ինչ տեղի ունենում։ Այսինքն կուլիսային պայմանավորվածություններ, այո, ինչ-որ կուլիսային պայմանավորվածություն արկա է իմ կարծիքով, եւ ինչ-որ այս կետում կոնկրետ տվյալ դեպքում, որպեսզի նաեւ որոշակի առումով հասարակությանը հուզող այդ հարցը, որը տարիներ շարունակ հուզում է հասարակությանը այդ հարցը եւ բարձրաձայնվում է նաեւ, որպեսզի ինչ-որ ձևով մեղմվի։ Չնայած իրականում այստեղ այսպես ասեմ, այն հանգամանքը, որ ուրեմն այդ կազմակերպությունների ինչ-որ իրավազորությունները կամ ուրեմն այդ գումարները, որը վաստակում է այդ կազմակերպությունը շահույթ հանձնում է պետությանը, ճիշտ ասած ինքնին չեմ կարծում, որ կշտկի այն իրավիճակը, որը գոյություն ունի, այսինքն իրավական առումով այն բացը, որը գոյություն ունի այսօրվա դրությամբ, չեմ կարծում, որ այդ ձևով այդ խնդիրը կլուծվի, որովհետև այն խնդիրները, որոնք որ կային, այդ իրավական դաշտում շարունակում են մնալ։ Այսինքն այն հանգամանքը, որ այդ գումարները, այսինքն ուղղվում են պետ բյուջե, դրանով արդյոք փոխվում է վարորդների վիճակը, թե ոչ։ Այսինքն կարծում եմ, որ առանցքայինը պետք է լինի այդ հարցը, այլ ոչ թե այն հանգամանքը, որ այդ գումարները ուղղվում են դեպի պետական բյուջե։ Այսինքն այն հանգամանքը, որ ուղղվեց դա պետական բյուջե, ինչով դա թեթևացրեց ինչ-որ վարորդների վիճակը։ Արդյոք հասարակությունը դրանից շահում է, թե ոչ։ Դա պետք է ներկայացվի իրականում։ Մոտիվացիան հիմնականում հետևյալն է, որ եթե հայ տեսեք այդ գումարները կմուտքագրվեն պետական բյուջե, ուրեմն բնականաբար նաև պետությունը կկառավարի այդ գումարային այդ հատվածը եւ ինչ-որ խնդիրներ կսկսի լուծել։ Բայց ճիշտ ասած տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ այն խնդիրները, որոնք որ գոյություն ունեցել հասարակության մեջ, այդպես էլ չեն լուծվել։ Եվ արդյոք այս իրավիճակը կշտկի այդ հանգամանքը, թե ոչ, ճիշտ ասած իմ համար հարցական է եւ ես այդքան էլ հավատացած եւ համոզված չեմ։ Կարմիր գծերի եւ արագաչափերի առաջացած խնդիրներին դեռ կանդրադառնանք, խոսենք այնուամենայնիվ սեփականության այսպես ճակերտավոր խլման վտանգավոր նախադեպից դուք մոտավոր ներկայացրեցիք, թե որքանով դա վտանգավոր կարող է լինել մնացած այլ սեփականությունների համար, օրենքը ինչպես է կարգավորում այս հանգամանքը։ Ընդհանրապես չկա այդպիսի մոտեցում, որ տվյալ դեպքում ուրեմն կազմակերպությունից ինչ որ բռնի կերպով պետք է վերցնեն ինչ որ այն ինչ կազմակերպությունը դա բաժնետոմսեր։ Տվյալ դեպքում հենց դրա համար ներկայացում է, որ սա բանակցային գործընթաց է եւ կազմակերպությունը կարծես ինքն է ցանկություն նաեւ հայտնել ուրեմն այդ իր իրավազորությունները վաճառելու կամ տրամադրելու պետությանը եւ պետությունը դրանք ձեռք է բերում։
Նման պայմաններում ուղղակի այստեղ հարց է առաջանում, իսկ ինչի համար օրինակ դրա մասին ավելի շուտ չի տեղեկացվել, միգուցե կգտնվեր այլ ինչ-որ մի հատ կազմակերպություն կամ սուբյեկտ, որ ցանկություն կուներ դա ձեռք բերելու, եւ չգիտես ինչ հենց պետությունը այստեղ խնդիրը ուղղակի հետեւյալն է, որ կարծես թե այդ գործընթացում բանակցային պետությունը առաջի քայլը կատարեց։ Այսինքն դա է իրականում մի քիչ, այսպես ասեմ, զարմանալի, որովհետև ընդհանուր առմամբ հենց կազմակերպությունը պետք է նմանատիպ ցանկությունը արտահայտի եւ դրանից հետո համապատասխան շահագրգիռ անձինք պետք է իրենց, այսինքն համապատասխան գործողությունները կատարեն այդ ուղղությամբ, բայց այստեղ հենց նախաձեռնողը եղել է պետությունը, հենց դա է մի քիչ այստեղ մի քիչ չեմ ասի վտանգավոր, ինքը մի քիչ այսպես տարօրինակ, այսպես ասեմ, որտեղ պետությունը կարծես թե հենց լինում է նախաձեռնող եւ հանկարծ մենք իմանում ենք, որ այդ կազմակերպությունը այո ցանկանում է նաեւ նույնպես դրանք տրամադրել պետությանը, ինչի նմանատիպ ցանկություն չի եղել առաջ կամ ինչի համար օրինակ նմանատիպ ցանկություն չի եղել օրինակ այլ կազմակերպությանը տրամադրելու կամ ինչ-որ այլ սուբյեկտներին։ Այսինքն այստեղ ես իրականում ուղղակի տեսնում եմ հետեւյալ այն, որ ուղղակի այդ կազմակերպությունները անուղղակի թելերով կապված են ներկայիս իշխանությունների հետ եւ բնականաբար այստեղ ուղղակի տեղի ունենում։ Եվ գումարը ըստեյության մի գրպանից դուրս է գալիս, մտնելու է մեկ այլ գրպան, խնդիրները մնալու են չլուծված։ Այո, ես այդպես եմ կոնկրետ տեսնում դա։ Որոնք են կարմիր գծերի եւ արագաչափերի հետ կապված առաջնահերթ խնդիրները, որոնք պետությունը վերցնելով պարտականությունները պարտավորվում է դրանք լուծել։ Համենայն դեպս այս փուլում պետությունը որևիցե ձևով չի ներկայացել, թե ինչպես է պատրաստում ինքը լուծել այդ խնդիրները։ Այսինքն այստեղ խոսքը գնում է բացառապես ուրեմն այդ կազմակերպությունները ձեռք բերելու մասին, այսինքն որպեսզի այդ կազմակերպությունների շահույթը ուղղվի պետական բյուջե ամբողջությամբ, այսինքն պետությունը վերահսկի։ Թե ինչպես է դա տեղի ունենալու, ճիշտ ասած, այս փուլում իմ համար դեռևս անորոշ է։ Այսինքն բաժնետոմսերն է ձեռք բերելու կամ կառավարումն է վերցնելու պետությունը իր ձեռքը, թե ոչ, կամ ուրիշ ինչ-որ մոդել։ Խնդիրները, վարորդները, դուք էլ նաև վարորդներ, որոնք լուծված լինեին։ Խնդիրները, հիմնական խնդիրը բնականաբար, որը հասարակության կողմից կարծես թե բարձրաձայնվում է, դա այն է, որ տվյալ դեպքում ուրեմն տուգանքները, որոնք որ սահմանված են, շատ բարձր են։ Այսինքն ստացվում է, որ անձը չվճարելով օրինակ 100 դրամ, ինքը վճարում է տուգանք 5000 դրամի չափով, ինչը բնականաբար ոչ իրավաչափ է։ Բացի այդ խնդիրը այստեղ հետևյալումն է։ Կարմիր գծերի հետ կապված տեղ ունեցավ ինչ իրականում այդ ոլորտում։ Այն ինչ որ անվճար էր, դարձավ վճարովի։ Այսինքն վարորդները ի սկզբանե կայանում էին հենց այդ հատվածներում եւ հանկարծակի դրանք նշարվեցին ինչ որ կարմիր գծով եւ վարորդները այն ինչ որ անվճար էր, դարձավ վճարով, եւ սկսեցին վճարել դրա համար։ Իհարկե օրինակ այդ առումով օրինակ պետությունը ներկայացնում է համապատասխան ինչ որ փաստարկ, ասում է, գիտեք, այդ տարածքներում կանգնում են մարդիկ եւ գումարներ էին անօրինական գանձում։ Բայց այստեղ գոյություն ունի մի բան։ Գոնե վարորդները այդ ժամանակ որ այդ գումարները իրանցից վերցնում էին, նախ եւ առաջ դա իրենց հոժարկանքն էր, այսինքն իրանք ցանկության դեպքում կարող են վճարել կամ չվճարել որից այլ սուբյեկտի։ Բայց բացի դա իրանք գոնե ապահովված են, որ ուրեմն կա ինչ որ պահպանման իրավիճակ, այսինքն այն անձին, որը որ վճարում են այդ գումարը, թեկուզ ոչ օրինական դաշտում, սակայն վերջինս գոնե ինչ որ պահպանման ծառայություններ մատուցում, այսպես ասեմ։ Պարոն Կիվիրյան, կներեք, բայց կայանավայրերը կամ կայանատեղիները տեսանկարահանվում են, արդյոք դրանք չեն իրականացնում նույն գործառույթը, ինչ այդ ժամանակ այն մարդիկ, ովքեր կանգնած վերահսկում էին տարածքը։ Որոշակի առումով այո, բայց այստեղ խնդիրը հետևյալումն է, ներկայիս ուրեմն, այսինքն այդ կարմիր գծերի հատվածում եթե ավտոմեքենան օրինակ կայանում է, ինքը չի ապահովում պահպանման ծառայությունը։ Գոյություն ունի կառավարության որոշում, որով պահպանման ծառայությունը համված է, այսինքն ըստ էության ինքը պահպանումը ավտոմեքենայի չի իրականացնում, այսինքն եթե ձեր ավտոմեքենային ինչ-որ վնաս պատճառվեց, իրենք որևէ պատասխանատվություն չեն կրում։ Իսկ դա գլոբալ հարց է, գլոբալ խնդիր է, որովհետև անձը օգտվելով այդ ծառայությունից, որովհետև ինքը գնում է հենց որպես ծառայություն, այդ ժամանակ հարց է առաջանում, իսկ ինչ ծառայություն են իրենք մատուցում։ Եթե անձը օրինակ օգտվում է այդ ծառայությունից, ինքը ցանկանում է, որպեսզի այն գույքը, որը որ տվյալ դեպքում գտնվում է համապատասխան տարածքում, նաև ապահովի դրա պահպանությունը, սակայն որից է պահպանություն չի ապահովում։ Բացի դա նաև ապահովված չի ինչ որ համամասնությունը, այսինքն օրինակ եթե համեմատություններ անցկացնենք օրինակ նույն այլ պետությունների հետ, այնտեղ օրինակ նույնպես գոյություն ունեն որոշակի պահպանման այդպիսի տարածքներ, սակայն ապահովված է, այսինքն օրինակ գոյություն են վճարովի կանգառներ եւ գոյություն են անվճար։ Եվ անձ ունի նաև ընտրության հնարավորություն, այսպես ասեմ։ Մեր մոտ այդ ընտրության հնարավորությունը ըստ էության չկա։ Մենք տեսնում ենք կենտրոնում ամբողջությամբ նշարված են ուրեմն կարմիր գծերով եւ անձը ըստ էության այլընտրանք չունի։ Եվ այլընտրանք չունենալու պայմաններում այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ ծանրաբեռնում են նաև բակային տարածքները, որի պատճառով նաև սեփական տերերը ստիպված են այնտեղ ինչ-որ շլագբաումներ տեղադրել եւ այլը եւ ավելի է խնդիրը բարդանում իրականում։ Ստացվում է, պարոն Կիվիրյան, կներեք, որ պետությունը ոչ թե վերցնում է շահութաբեր ընկերություն, այլ գլխացավանք իր ուսերին։
Ոչ թե գլխացավանք է ինքը վերցնում իր ուսերին, այլ ինքը ըստ էության այդ խնդիրները լուծված չէին ի սկզբանե։ Եվ այդ խնդիրները հենց պետք է լուծված լինեն հենց պետության կողմից։ Եվ եթե նախկինում գնում էին վարորդները դատարան եւ բողոքարկում էին մասնավոր ընկերության դեմ, հիմա բողոքելու են պետության դեմ։ Ոչ, ըստ էության իրանք բողոքարկում են հենց Երևան համայնքի, այսինքն քաղաքապետարանի որոշումը, ինչու, որովհետեւ ըստ էության որոշումը, որը որ կայացում էր վարչական դույժ նշանակել վերաբերյալ, կայացում էր Երևան համայնքի կողմից, այսինքն քաղաքապետարանի կողմից։ Եվ տվյալ դեպքում այնպես չէ, որ պետությունը այդտեղ որևէ գործառույթ չուներ։ Այդ խնդիրները, որ մենք բարձրաձայնում ենք, այսինքն եւ բարձրաձայնեցի ես, դրանք մասնավոր կազմակերպությանը վերաբերող խնդիրներ չեն, այսինքն օրենսդրական կարգավորում պետք է լինի։ Այսինքն սկզբանե այդ օրենսդրությունը եղել է բաց, այդ օրենսդրական դաշտը եւ կարգավորված չի եղել, եւ հիմա շարունակելու է մնալ չկարգավորված։ Այսինքն հենց խնդիրը հենց դրանումն է։ Այստեղ կարծում եմ, որ ավելի նպատակարար կլիներ, որպեսզի ներկայացվեն ուրեմն բազմաթիվ խնդիրները, որոնք որ կային այդ ոլորտում, դրանց կարգավորման մեխանիզմները, այլ ոչ թե բացառապես ինչ-որ ձեռբերման հետ կապված եւ այլը եւ ընդհանուր առմամբ դա ներկայացվեր որպես դրական ինչ-որ տեղաշարժ։ Միգուցե ինքը կունենա ինչ-որ դրական տեղաշարժ, որովհետեւ պետբյուջե գումար է գալիս, հարցը դա չի, բայց նկատի ունեմ այդ ոլորտը ինքը ունի իրավական խնդիրներ, այդ ոլորտի իրավական խնդիրները լուծելու այստեղ խնդիր կա առաջնահերթ կարծում եմ։ Չնայած դուք իրավաբան եք, բայց այնուամենայնիվ մեկ քաղաքական հարց։ Եթե իրավական խնդիրները կառավարության եւ Սերժ Սարգսյանի մակարդակով անտեսվում են եւ արվում են այսպես ամբողջահաճո քայլեր, արդյոք սրանք արվում են քաղաքական նպատակներից ելնելով 2017 թվականի ընտրություններին ընդառաջ։ Կարծում եմ, որ որոշակի ուրեմն միտում այդպեսի կա, այսինքն ցանկացած քայլ, որը որ կատարվում է ինչ-որ նպատակների համար, այն չի կատարվում ուղղակի։ Չեմ կարծում, որ այն խնդիրները, որոնք որ կային կամ գոյություն ունեն, դրանք չէին կարող լուծումներ ստանալ այն ժամանակ եւ հիմա կարծես թե օրինակ, այսինքն այդ որոշումը չէր կարող կայացվել թեկուզ օրինակ 1 տարի առաջ կամ 2 տարի առաջ եւ այլ։ Եվ այնպես չի, որ օրինակ հանկարծակի իրանք իմացան, որ գիտեք, այսպիսի խնդիր կա։ Դա չեմ կարծում, որ իրանց համար ինչ-որ անակնկալ էր։ Եվ բնականաբար ես իմ համար կոնկրետ կապում եմ դա որոշակի ինչ-որ քաղաքական զարգացումների հետ, սակայն ես կողմնակից եմ, որպեսզի ցանկացած հարց, որը որ կարգավորվի, անկախ նրանից դա լինի քաղաքական թե ինչպեսի, դրանք կարգավորվում են բացառապես իրավական դաշտում եւ առաջնահերթ սկզբից իրավական դաշտը ուսումնասիրվի եւ նոր կատարվեն քայլեր, այլ ոչ թե սկզբից ինչ-որ ներդրումներ են կատարում, այսինքն ներդնում են որևէ ինչ-որ պրոյեկտ, այսպես ասեմ, որից հետո սկսում են տեսնել, թե այդ պրոյեկտը ինչպես պետք է տեղավորվի իրավական դաշտում, այսինքն փորձում են իրավական դաշտը համապատասխանեցնել այդ պրոյեկտին, բայց պետք է լինի հակառակը։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Կիվիրյան, հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։